Խաղաղությունն այլևս իրողություն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներկրմանը։ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ, շեշտում են կառավարությունից։ Այսօր կեսօրից հետո էր 22 վագոն նավթամթերքը Վրաստանի տարածքով մուտք գործել Հայաստան։ Լուրերի նկարահանող խումբը Այրում կայարանում հետևել է նավթամթերքով բեռնված գնացքի ժամանմանը։ Այս պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 28-ին Գաբալայում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի հանդիպման ժամանակ։ Վառելիքը գնվել է Ադրբեջանից, բեռը պատկանում է մասնավոր երկու ընկերությունների։ Ընդհանուր 1218 տոննա է AI-95 տեսակի պրեմիում ավտոբենզին։ Կառավարությունից ընդգծում են նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման եւ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։ Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ներկրվել նաև ռուսական եւ ղազախական ծորեն։ Այսօրվա իրադարձության մեջ առանձնահատկություն կա այնուամենայնիվ, որովհետեւ ծորենի պարագայում մենք խոսում ենք տրանզիտի մասին, ինչը նույնպես շատ կարևոր է եւ կարող եմ վստահել, որ ծորենի տրանզիտը ոչ թե մեկ կամ երկու խմբականակ, այլ ծորենը շարունակում է նույն ճանապարհով հասնել Հայաստանի Հանրապետություն, բայց այս իրադարձության հետ կապված մենք արդեն պիտի խոսենք երկկողմ առևտրի մասին, որովհետև սա վառելիքի պարագայում սա երկկողմ գործարք է, որովհետև սա տրանզիտ չէ, սա գնումը իրականացվել է ադրբեջանական կողմից եւ դա շատ կարեւոր իրադարձություն է իմ կարծիքով։ Սա ըստ էության առաջի գործարքն է, որը փաստացի տեղի է ունենում։ Հայաստանի Հանրապետության ներքին շուկան ստանում է նոր հնարավորություն, նոր գնառաչարք, ինչը առևտրի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի, կարծում է Մհեր Գրիգորյանը։ Շարունակում, գործարքի կոմերցիոն մասից ավելի կարևոր է այն, որ խաղաղության օրակարգը պրակտիկ եւ ռեալ գործարքներով դառնում է իրականություն։ Սա ինդիկատոր է, որ խաղաղությունը ամրապնդվում է տարածաշրջանում, պոտենցիալ երկկողմ առևտրի ապրանքների ցանկը չի սահմանափակվում վառելիքով, ուղղակի վառելիքը առաջինը դարձավ, որ երկկողմ առևտրում հաջողվեց կոմերցիոն գործարքի գալ, բայց ես կարծում եմ, որ մենք ելի կունենանք երկկողմ առևտրի գործարքներ, որոնք վերաբերելի կլինեն նաև այլ ապրանքատեսակների։ Մեր ներմուծման եւ արտահանման բալանսը եւ Ադրբեջանի Հանրապետության ներմուծման եւ արտահանման բալանսները տարբերություններ ունեն։ Եվ այդ տարբերությունները բնականաբար կարող են համալրվել մեր փոխադարձ առևտրով եւ կարծում եմ դա կլինի փոխշահավետ։ Հայտնի փաստ է, որ վառելիքի գինը շուկայում տարածվում է նաև այլ ապրանքների վրա։ Մհեր Գրիգորյանի խոսքով այս փաստը առանձնահատուկ կարևորություն է տալիս այդ ապրանքին։ Փոխվարչապետը կրկին վերադառնում է անվտանգային կարևորությանը։ Երկկողմ առևտուր կարող է լինել միայն խաղաղության պայմաններում։ Ընդ որում, ստեղ նաև կցանկանայի կարևորել, որ եւ հայաստանյան բիզնեսը եւ Ադրբեջանի Հանրապետության բիզնեսը հավատում է այդ խաղաղությանը, հակառակ դեպքում գործարքի չէր գնա, որովհետև գիտեք, այո, պայմանավորվածություններ կային, ինչ որ տեխնիկական հարցեր քննարկվել էին, բայց այնուամենայնիվ գործարքը իրականացրել են բիզնեսը բիզնեսի հետ, եւ դա նույնպես գործոն է եւ նույնպես գնահատական է իրավիճակի, որ բացի պետական մարմիններից եւ քաղաքական գործիչներից խաղաղության օրակարգին հավատում է նաև այլևս բիզնես միջավայրը եւ դա շատ կարեւոր նշանակություն ունի։ Ադրբեջանական վառելիքի մատակարարումը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը եւ սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն, պահպանելով որակի եւ անվտանգության բոլոր պահանջները։ Լուրերին տված մեկնաբանության մեջ նշել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծումն իրականացնող Mega Trade ընկերությունը։ Հայտարարությունում նշվում է, որ ներմուծված նավթամթերքը հասանելի կլինի Run Oil ցանցի բեզալցակայաններում, շոշափելիորեն կնպաստի վառելիքի գների նվազմանը եւ ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացմանը։ Քրիստինե Թորոսյան, Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։